Մայիսի 15-ին կինոետանը կազմակերպվեց Հովհաննես Իշխանյանի և Սուրեն Բելյանի «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Ֆիլմը անդրադառնում է Արցախից բռնի տեղահանվածների ճակատագրերին, Արևմտյան Ադրբեջան կոչվող կեղծ թեզին և ազգային կարևոր մի շարք խնդիրների, դրանք ներկայացնելով մարդկային պատմությունների ու անձնական վկայությունների միջոցով։ Կինոնկարը ստեղծվել է Հայաքվե նախաձեռնության օժանդակությամբ։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալապյանը մեծ զրույցում պատմում է. ֆիլմի գաղափարը ծնվել է մոտ կես տարի առաջ, անցած տարվա աշնանը, երբ ակնհայտ դարձավ Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգը եւ Հայաստանի Հանրապետությունում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման մասին խոսույթը, Ադրբեջանում աստիճանաբար բարձրացվում է պետական քաղաքականության մակարդակի։ Մենք սկսել ենք հասկանալ, որ դա արդեն իրենց մոտ լուրջ ուրվագծեր է այդ ամեն ինչը ստացվել, եւ դա Հայաստանի Հանրապետության դեմ ըստ էության հերթական ագրեսիայի նախապատրաստությունն է։ Մենք մտածենք նրա մասին, որ մեր երիտասարդ սերունդը ըստ էության, որը ծնվել կամ մեծացել է Հայաստանի անկախացումից հետո, իրական նույնիսկ փորձառություն չունի ադրբեջանցիներ շփվել եւ չեն պատկերացնում ինչ է նշանակում ադրբեջանցիների հետ ապրել, որովհետեւ հիմա մեկ ասում են դե ինչ կլինի, իրանց հետ նորմալ ապրենք, առևտուր անենք եւ այլն, բայց մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում ինչի մասին է գնում խոսքը եւ որ մենք իրականում շատ տարբեր երկու հասարակություններ ենք, շատ տարբեր արժեքներով, շատ տարբեր մշակույթով եւ իրար նկատմամբ շատ տարբեր վերաբերմունքով։ Մենք շատ ավելի հանդուրժող ենք, քան իրանք, որովհետեւ կներեք հայկական դպրոցներում ադրբեջանացիություն որպես այդպեսին չի անցվում, իսկ իրանց դպրոցներում երեխաներին սովորացնում են հայ մորթել, հայ գլուխ կտրել, հայ ականջ կտրել եւ այլն։ Եվ որպեսզի այդ ամեն ինչը իրական հարթության մեջ մենք բերենք, մենք որոշեցինք վավերագրական կինոնկար նկարել, որտեղ խոսում են այն մարդիկ, որոնք իրական ապրել են ադրբեջանցիների հետ, որոնք պատմեն իրանց կյանքից, որոնք պատմեն նրանց մասին ինչ են իրանք զգացել։ Ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել, ոչ թե միֆականացված պատկերացումներ։ Եվ ստացվել է այս կինոնկարը, ես դրա մասին ավելին չասեմ, որովհետև կարծում եմ, որ դուք էլ պետք է դիտեք եւ բոլորը, ովքեր մեզ լսում են, պետք է իրականում ժամանակ ծախսեն, դիտեն այն մարդկանց իրական ողբերգությունը, որոնք անցել են այդ ամեն ինչի միջոցով իրականում դժոխքի միջոցով։ Սա դժոխային պատմություն է մի քանի ընտանիքների, որոնք բազմիցս մի խոսքով առնչվել են այդ ադրբեջանցիների հետ ապրելու ճակերտավոր բանին, հա, բախտավորությանը։ Դրա մասին է այս կինոնկարը, այսօր կինոնկարի պրեմիերան է, ինչպես տեսնում եք, մենք բավական մեծ մասշտաբով ենք իրականացնում պրեմիերան, հուսով ենք, որ այս կինոնկարը նաև փառատոններ կգնա միջազգային, Հայաստանում էլ մեր շրջանառություն կստանա։ Իսկ այսօր կարևորությունն է, որ այդ ծրագիրը ել ավելի լուրջ ուրվագծեր է ստացել, եւ մենք համոզված ենք, որ եթե Ալևին Ադրբեջանին ներկայացնող իշխանությունը Հայաստանում կարողանա վերարտադրվել, այդ ծրագիրը կդրվի գործողության մեջ։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը եւ ինչ աղետներ իրենց կարող են սպասել, եթե իրենք թույլ տան հերթական անգամ իրենց մոլորեցնեն։ Ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն էլ նշում է. ֆիլմի հերոսը Սուրենը, որը նաև ֆիլմի ռեժիսորներից է, թատերականի ուսանող է, ով սկսում է հետազոտել ադրբեջանցիների վերաբնակեցման թեման հասկանալու համար, թե ինչ է նշանակում բնակեցնել, արդյոք դա հնարավոր է այսքան ատելության պայմաններում եւ ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։ Այդ ընթացքում նա հանդիպում է ընտանիքների, որոնք մի քանի անգամ բռնագաղթել են։ Հանդիպում է Մնացական Ազիզյանին, ով լրագրող է, իրանց ընտանիքին է հանդիպում, ու Մնացական Ազիզյանը այն լրագրողներից է, ովքեր նաև Սումգայիթի կոտորածների ականատեսներին են, իրանց վկայություններն են հավաքել, ու ինքը բնիկ իր գյուղը Նախիջևանում է, Գեհենիկ գյուղն է, որտեղ նաև Աղվան Վարդանյանն է, որտեղից նաև Աղվան Վարդանյանն է, ու նախ եւ առաջ այդ բանից հենց այդ գյուղում արդեն սկսել էին այդ սովետական ադրբեջանական իշխանությունների դժվարություններ ստեղծել, որտեղից հայերը գնան։ Այդ Գեհենիկ գյուղը ձմռանը մեկուսացվում էր, ճանապարհները փակվում էին, ու տենց բանի մեջ մեկուսացած էր մնում։ Ու տենց ստիպված դե որ տենց է, թողի գնացել են Բաքու։ Բաքվում են ապրում, հետո Բաքվում դե ժարդերն ա լինում, ընդեղից գալիս են Արցախ։ Մյուս հերոսը Ջուլիետան Արուստամյան, ով Մինգեչավորում է ծնվել, հեղինակային երգչուհի է ու իր խումբներ ստեղծել, ակումբներ ստեղծել Շուշիում, այդ ակումբը փաստորեն հիմա ծրվել է, հազիվ են հավաքվում, մեկ-մեկ կարողանում են, մեկ-մեկ ոչ, ու իրենց պատմությունների միջոցով այդ թեման է բացվում։ Ի վերջո ինչ է նշանակում այս ամեն ինչ, հետո նաև գնում ենք Ամասիա, որտեղ այնտեղ մի հատ ադրբեջանցի էր հայտնվել, որը ինքն իրան նկարել էր ու հայտնում էր, որ այդ Իրանն է, այդ իրանց տարածքն է եւ բոլորը գան,
Հա, ու հետո, քանի որ մեր մյուս ռեժիսորը հանդիսավար է, ինքը փորձում է բացահայտել, թե լավ, այս հարցը ոնց կարանք լուծենք, որտեղ մարդիկ էլի երրորդ անգամ այդ տագնապը ունեն, հա, նորից բռնագաղթելու, ինքը փորձում է բարձել, թե լավ, ոնց պետք է այս հարցը լուծենք, եւ գտնում է այդ հարցի պատասխանը, բայց այդ արդեն էլ չեմ ասի, թե ինչա, ֆիլմը կնայեք, կիմանաք։ Իսկ գաղափարը ինչ եղավ։ Գաղափարը ուրեմն Հայակվեի հետ խմորում էինք, թե ինչ ֆիլմ անենք, հա, ի սկզբանե Հայակվեից էր առաջացել գաղափարը, բայց հենց որ այս կոնցեպտով անենք, այսինքն ուսանող սկսի հետազոտել, Վարուժանն էր Գեղամյան, որ հանդիպումներից մեկի ժամանակ ասաց, իսկ ինչ եթե սենց այս ձևով անենք, որ մի ուսանող սկսի հետազոտել, ես միանգամից հենց ինքը ասեց, ես ֆիլմը տեսա, այդ իր ասացի վրա, դա շատ լավ միտք էր ու գնացի թատերականում, ընտրեցի ուսանող, որը իրան հետաքրքիր էր այս թեման ու սկսեցինք անել։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց անհանգստացնում է երկրի ներկա իրավիճակը։ Ֆիլմի ցուցադրությունից հետո բեմ բարձրացան ստեղծագործական խմբի անդամներն ու ֆիլմի հերոսները, կիսվելու իրենց տպավորություններով ու ասելիքով, որին հաջորդեց բաց քննարկում եւ հարց ու պատասխան ներկաների հետ։